Խոսափողից կախված ձեռնաշղթաները խորհրդանշական են, Հայաքվե ազգային քաղաքացիական միավորումն այս խոսափողը հանրային գործիչ Ավետիք Չալաբյանի համար է առանձնացրել, բայց այն լուռ կմնա, Չալաբյանը կալանավորված է, ուրեմն մեր երկրում շղթայված է նաև խոսքի ազատությունը ըստ Հայաքվեի։ Այստեղ կարող էր լինել Ավետիք Չալաբյանը եւ այս խոսափողով խոսել, սակայն Ավետիքը այսօր քանի որ կալանավորված է, այս միկրոֆոնը փակ է եւ սա մատնանշում է հենց ցույց է տալիս խոսքի ազատության բերանը փակելու այս քաղաքականությունը։ Հայաստանում քաղաքական դրդապատճառներով քանի մարդու են այսօր ճաղերի մյուս կողմում պահում, իրավապաշտպաններն ասում են թիվ ու հաշիվ արդեն կորցրել են։ Սա ապօրինությամբ հարուցված քրեական գործ է եւ այդ կալանք ամեն ինչ ապօրինի է։ Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն էլ արձանագրում է տեղի ունեցողը ազգային էլիտայի հետապնդում է։ Կալանավորվածների եւ քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց միջին հաշվով կրթական մակարդակը շատ բարձրացել է։ Մենք այսքան բարձրագույն կրթությամբ, այսքան նվիրյալ քաղաքացիներ չենք ունեցել միաժամանակ կամ հետապնդումների կամ կալանքի ներքո։ Ավետիք Չալաբյանին անազատության մեջ պահելու հարցը Հայաքվեն հասցրել է նաև միջազգային կառույցներին։ Եվրոպական հանձնաժողովից տեղեկացրել են ուշադրությամբ հետևում են մեր երկրի քաղաքական զարգացումներին։ Քաղաքականությամբ զբաղվելը հանցագործություն չէ, ազատ խոսքը դատավճիռ չէ։ Այս խոսքերը վստահաբար վերագրելի են Ավետիքին։ Խորհրդանշական խոսափող ձեռնաշղթաներով մեկնարկած ակցիան Հայաքվեն ամփոփեց նույն սկզբունքով, այս դեպքում ազատվելով դրանցից։ Ազատություն Ավետիք Չալաբյանին։ Էդուարդ Պողոսյան, Անդրանիկ Ներկարարյան, ժամը լրատվական։